Ընկերներ, ողջույն, սահմանը անցնում ենք միջազգային եւ անվտանգային հարցերի հայկական ինստիտուտի ասոցիացված փորձագետ Դավիթ Ստեփանյանի հետ։ Ողջույն, պարոն Ստեփանյան, շնորհակալություն միանալու։ Ողջույն, Ժիրայր, շնորհակալություն հրավերի։ Դավիթ, եւ այսպես, որպեսզի շատ երկար-բարակ հարցադրումներ չանեմ, շատ հակիրճ, հա։ Ինչ տեղի ունեցավ Գյումրիում եւ ինչու է դա հարուցել շատ շատերի դժգոհությունը, վրդովմունքը, մտավախությունները։ Տեղել է քաղաքական, տեղի ունեցել քաղաքական գործընթաց, մարդիկ գնացել են, իրացրել են իրենց իրավունքը, մասնակցել են քաղաքական process-ի։ Ինչն է խնդիրը։ Դուք Ժիրայր մասամբ պատասխանեցիք ձեր տված հարցին, ես ուղղակի ավելացնեմ, որ Գյումրիում տեղի են ունեցել ազատ եւ արդար ժողովրդավարական ընտրություններ։ Գյումրեցիք գնացել են եւ իրենց ձայնը տվել են այն մարդկանց եւ այն քաղաքական ուժերին, որոնց գտել են այդ պահին հարմար եւ ճիշտը։ Սա որպես փաստ։ Հիմա դժգոհության մասին ես անձամբ ես իմ անունից եմ խոսում, դժգոհ եմ այդ ընտրությունների արդյունքից։ Ինչու եմ դժգոհ, որովհետև ես տեսա, որ մեր Հայաստանի երկրորդ քաղաքում, հայրաքաղաքում, մարդիկ շարունակում են կտրված լինել իրականությունից։ Ես չեմ ասում ինչու են քվեարկել, քվեարկել են լավ են արել, ինչ արել են լավ են արել։ Հիմա իրենք քվեարկել են, իրենք էլ այդ տակից դուրս են գալու։ Վերջը մենք պետք է հասկանանք, որ սա ընդհանրապես համայնքային ընտրություն է, սա համապետական ընտրություն չէ, սա քաղաքի մասին է եւ հետագայում ինչ որ այդ ավանտյուրիստները անեն, ում որ նրանք ընտրել են, այդ ամեն ինչը իրենց գլխին է ջարդվելու եւ գյումրեցիներն են այդ ամենի տակից դուրս գալու։ Այնպես որ իրենց մեղքը իրենց վիզը։ Ինչից եմ դժգոհ ես։ Ես դժգոհ եմ, որ մենակ ես եւ շատ շատերը գործընկերներից, այդ թվում նաև քաղաքական գործիչները, դիտարկում էին Գյումրվա ընտրությունները որպես primaries 26 թվականի խորհրդարանական ընտրությունների primaries, այսպես ասեմ, նախնական ընտրություններ, միջանկյալ ընտրություններ, հա, ինչպես կուզեք, եւ մենք տեսանք, որ այս արդյունքները, որը մենք ունենք, կոնկրետ ինձ մոտ վտանգի զգացում են առաջացնում կապված մեր ապագայի հետ, Հայաստանի ապագայի հետ, հայ ժողովրդի ապագայի հետ, մեր պետականության ապագայի հետ։ Ում են ընտրել Գյումրիում։ Գյումրիում ընտրել են ավանտյուրիստների, կրիմինալիտետի ներկայացուցիչների, պոպուլիստների, մարդկանց, ովքեր տարիներով կեղեքել են Գյումրի, մարդկանց, ովքեր տարիներով կեղեքել են Հայաստանը, կանց ովքեր տարիներով կեղեքել, թալանել, վախացրել, շահագործել են հայ ժողովրդին բոլորիս։ Հիմա ով է ասում, որ 26 թվականին չի լինելու նույնը։ Եթե մենք դիտարկում ենք այս ընտրությունները այդ primaries-ի տրամաբանության մեջ։ Ես սկսեցի այդ վտանգների մասին խոսել, սկսած Երևանում հավաքանի վերջին ընտրությունների արդյունքներից հետո։ Դեռ այն ժամանակ պարզ դարձավ, որ իշխանության մոտեցումը, ըստ որի նա բաժանում է քաղաքական ուժերը նախկինների եւ ներկաների եւ այդ դիսոնանսի վրա աշխատելով հաղթում է ընտրություններում, այլևս չի աշխատում։ Որովհետեւ իշխանությունները մնացել են դոգի հույսին։ Եթե դոգը չլիներ, եթե դոգը չլիներ դոգ, այլ լիներ նորմալ մարդ, լիներ նորմալ քաղաքական գործիչ իր սկզբունքներով եւ մնացածով, այսօր Տիգրան Ավինյանը քաղաքապետ չէր լինի Երևանում։ Եվ դա Տիգրան Ավինյանի եւ իր քաղաքական ուժի մեղքով կլիներ։ Հիմա պարզ չի այս 4-ի մեջ, որոնք հաղթել են, որոնք անցել են շեմը, չհաշված ԿՊ-ից, դոգ կա թե ոչ։ Դա կտեսնենք մոտ օրերս, դա քաղաքական կոնյունկտուրայի հարց է եւ անձամբ ինձ համար դա որևէ բան չի փոխելու։ Ինձ համար արդեն ամեն ինչ պարզ է։ Կլինի Սարիկ Մինասյանը քաղաքապետ, թե կլինի Վարդան Ղուկասյանը քաղաքապետ, դա նույն բանն է ինձ համար։ Ես տարբերություն չեմ տեսնում։ Ինչու՞։ Իր արդյունքներով, իր հետևանքներով դա նույն բանն է։ Ես ասեմ ինչու։ Որտեվ ես չեմ դիտարկում Գյումրիի ընտրությունները որպես լոկալ համայնքային ընտրություն։ Ես նորից եմ ասում, սա համապետական ընտրության primaries էր։ Հիմա եկեք փորձենք տրամաբանել
եւ փորձենք վերլուծել։ Եթե 26 թվականի ընտրությունները լինեն նույն տրամաբանության մեջ, եթե իշխանությունները իր սխալներից դասեր չքաղի, եթե ժողովուրդը նորից գնա եւ ընտրի այն սկզբունքով, որ ով ուզում է լինի միայն Նիկոլը չլինի, որ Եվրադաշինքը եւ պայմանական Լևոն Բարսեղյանը, որը ներկա կլինի, կներկայանա այդ ընտրություններին, դա իրականությունից կտրված, սորոսական, կանտակեր, փուրք, չգիտեմ, ինչ են ասում մեր մասին։ Թուրքեր են եւ այլն եւ այլն եւ այլն։ Նորից ընտրությունը լինելու է նույն սխեմայով։ ՔՊ-ն պարտվելու է, նույնիսկ եթե առաջի տեղը զբաղեցնի, ՔՊ-ն զբաղեցնելու է առաջին տեղը, ես դրան վստահ եմ, իմ կանխատեսումը չի փոխվում։ Մենք բոլորս պարտվելու ենք եւ եթե լինի կոալիցիա, որը չի գլխավորելու ՔՊ, մենք գնալու ենք ռուսացման ճանապարհով։ Հիմա Գյումրին դարձել է լենինական։ Ես երեք գրել եմ այդ մասին։ Հենց առաջին արդյունքները տեղա մենք տեսանք, ես գրեցի Գյումրին այլևս Գյումրի չի, Գյումրին լենինական է։ Հիմա այդ լենինականիզացիան սպառնում է մեր ամբողջ երկրին։ Եթե մենք չփոխվենք մեր ներսից, եթե մեր մտածելակերպը չփոխվի ընտրողների, հինը, կրիմինալը, պրորուսական ուժերը վերարտադրվելու են եւ գալու են իշխանության։ Կարևոր չէ ովքեր կլինեն, ինձ համար անունները կարևոր չեն։ Ես բաժանում եմ քաղաքական ուժերը Հայաստանում, այս առումով, վտանգների առումով, երկու մասի։ Դա քաղաքական ուժերը, որոնք զանգում են Մոսկվա խնդիր լուծելու համար, եւ քաղաքական ուժերը, որոնք չեն զանգում Մոսկվա հարց լուծելու համար։ Հիմա, եթե իշխանության եկան քաղաքական ուժեր, որոնք զանգելու են Մոսկվա, այն վիճակը լավ չի լինելու։ ՔՊ-ն առնվազն 2022 թվականից սկսած Մոսկվա չի զանգում։ 18-ում զանգել է։ Բայց գնում է։ Գնում է, ես էլ կգնայի։ Ես եթե լինեի իշխանություն, ես էլ կգնայի։ Կարևոր չէ գնում ես թե չես գնում։ Կարևորը այն օրակարգն է, ինչ օրակարգով դու գնում ես այնտեղ։ Նիկոլ Փաշինյանը Մոսկվա էլ գնաց, այնտեղից եկավ եւ ռուսներին Իրանի սահմանից հանեցին։ Եթե տենց է գնում, թող գնա, թող ամենուր գնա։ Բայց եթե դու գնում ես Մոսկվա 13 թվականի Սերժ Սարգսյանի այցի նման եւ մտցնում ես երկիրը, չեմ ուզում այդ բառը օգտագործեմ, լավ։ Միութենական չէ։ Մաքսային միություն, ավելի լավ է չգնաս։ Հիմա այդ Մոսկվա զանգողները եթե կան իշխանության, մեր երկրի ինքնիշխանությունը դրվել է հարցականի տակ։ Միշտ դրվել է հարցականի տակ, այլ ոչնչացվելու։ Այդ մարդիկ ի վիճակի չեն լուծել երկրի խնդիրները ինքնուրույն։ Դա ցույց է տվել իրենց ամբողջ քաղաքականությունը։ Եվ ես նորից եմ ուզում ասել, սա պետք է անպայման։ Այնպես չէ, որ ԿՊ-ն այդքան ինքնուրույն, ինքնաբավ, սկզբունքային քաղաքական ուժ է։ Ուղղակի եկավ մի պահ 22 թվականին, եւ որ ԿՊ-ն հասկացան, որ եթե նրանք շարունակեն զանգել Մոսկվա, նրանք ոչ միայն կոչնչացնեն երկիրը վերջնականապես, այլ ինքնաոչնչացման ճանապարհով կգնան։ Իրենք երկրի հետ կոչնչանան։ Դրա համար հրաժարվեցին դրանից։ Վերջը վերջո ԿՊ-ի մեջից էլ կան պայծառ ուղեղներ, որոնք նրանց երևի այդ մասը ասած բացատրեցին եւ ծամեցին դրեցին բերանները։ Չի կարելի գնալ այդ ճանապարհով։ ԿՊ-ի քաղաքական օպոնենտների դաշտում այդպիսի պայծառ ուղեղներ չկան։ Եվ ցավոք ինձ համար Ռոբերտ Քոչարյանի վերջին հայտնի ասուլիսի ժամանակ ես դրանում վերջնականապես համոզվեցի։ Այդ մարդիկ ծեծված քարտ են, վաղուց ծեծված ոչնչացված քարտ են։ Նրանք տեղանի վրա չեն կարող։ Այդ քարտով դու չես կարող խաղալ։ Իրենք ի վիճակի չեն խաղալ։ Իրենք զանգելու են Մոսկվա, ասեն, մենք մարսպան ենք, ինչ եք ուզում, ասեք անենք։ Դրանք էլ կասեն այն, ինչ ասել են Արցախի դեպքում։ Ինչ է տեղի ունեցել Արցախի հետ։ Արցախի հետ 20 թվականից սկսած ինչ է տեղի ունեցել եւ 23-ին ավարտվել։ Այդ նույն ճակատագիրը պատրաստված է եւ դրված է Լավրովի կամ չգիտեմ Պուտինի սեղանին Հայաստանի համար։ Կլինի դա իրականություն թե ոչ։ Այս պահին դեռ կախված է միայն եւ միայն մեզանից։
Հայաստանի Հանրապետության էլեկտորատից, ընտրողներից, թե ում մենք կընտրենք մարդկանց, ովքեր կզանգեն Մոսկվա եւ այդ պլանը կսկսեն իրագործել, թե կընտրենք մարդկանց, ովքեր դա չեն անում։ Իմ բոլոր մտավախությունները կապված Գյումրիի հետ գալիս են այստեղից։ Հիմա մենք այս առավելևս ձերս վերջի դիտարկմանը կանրադառնանք, բայց պայմանական եւ պատկերավոր ասած, իշխանություն, որը չի զանգում Մոսկվա, դե հասկանում ենք ինչ կոնտեքստում եք էլի նկատի ունեք, չի զանգում Մոսկվա, բայց առանցքային տեղական ինքնակառավարման մարմիններում ստեղծում է այնպիսի իրավիճակ, որ Մոսկվա զանգողները կարողանան գոնե տիմ մակարդակում իշխանություն վերցնել եւ հավակնել համապետական մակարդակում արդեն կենտրոնացած իշխանություն իրենց ձեռքը վերցնել, բա դա ո՞նց ենք հասկանում։ Դե ես ասում եմ ոնց ենք հասկանում։ Իշխանությունը 2018 թվականին ջախջախեց Մոսկվա զանգողներին, չէ՞, 90%-ը։ Դե դա այլ խնդիր է։ Ես այն ժամանակ ինձ հարց էի տալիս։ Լավ էս ՔՊ-ն, հա, ունենալով պարլամենտ։ Պարլամենտը իրենց գրպանում էր, Նիկոլ Փաշինյանի գրպանում։ Հասարակությունը իր գրպանում էր։ Նա վայելում էր այնպիսի աջակցություն, որ ես չգիտեմ, երևի Տեր-Պետրոսյանն է 91-ին եկել այդպիսի աջակցություն վայելել։ Ինչի չի գնացել նրանց ոչնչացման ճանապարհով։ Քաղաքական ոչնչացման։ Ես այլ կատեգորիայով մարդկանց ոչնչացնելու մասին երբեք չեմ խոսում։ Ինչու չտրվեց քաղաքական գնահատական։ Իրավական գնահատական ինչու չտրվեց։ Ինչու իրերը չանվանեցին իրենց անունը։ Ուղղակի պարլամենտը պետք է մի հատ տեքստ մշակեր, որտեղ նշվեր, թե նախքին քաղաքական ուժերը ասենց անուններով, հա, որ քաղաքական ուժի մասին է խոսքը, ինչ են արել, որտեղ են հասցրել Հայաստանը, որ իրենք հանցագործ են, ինչու են իրենք հանցագործ, եւ վերջ։ Այդ կուսակցությունները կհայտնվեն օրենքից դուրս։ Իրենք դա չարեցին, ես զարմացած էի։ Ես հասկացա ինչու դա նրանք չարեցին 21 թվականին, որովհետև 21 թվականին Նիկոլ Փաշինյանը եւ ՔՊ-ն երբեք չէին վերընտրվի, եթե չունենային այդպիսի հակառակորդ, ինչպիսիք էին Ռոբերտ Քոչարյանը եւ Սերժ Սարգսյանը։ Այսինքն այն նախկինները, որոնք նրանց չեն ոչնչացրել։ Դա նրանց ձեռնտու է, բայց Երևանի ընտրություններում արդեն առաջի զանգը, առաջի զանգը Երևանի ընտրություններում էր։ Եվ Գյումրիի ընտրությունները ցույց տվեցին, որ դա այլևս չի աշխատում։ Այլևս չի աշխատում։ Նիկոլ Փաշինյանը եւ քաղաքացիական պայմանագիրը արեցին անհնարը Գյումրիի ընտրությունը։ Նրանք վերակենդանացրին նույնիսկ կոմունիստական կուսակցությանը։ Կոմունիստական կուսակցությունը այսօր Հայաստանում դարձել է քաղաքական գործոն։ Ցավոք բան է։ Բայց նրան դա հաջողվեց։ Այսինքն սա սխալ հաշվարկի, ես հիմա դա արդեն հանգիստ կարող եմ ասել։ ՔՊ-ի հաշվարկը սխալ է։ Եթե իհարկե Նիկոլ Փաշինյանը չի ուզում ընտրություններով իշխանությունը հանձնել իր քաղաքական հակառակորդներին։ Ես չգիտեմ, որովհետև ՔՊ-ի վերջին բոլոր այդ գործողությունները ընտրությունների ընթացքում, տնտեսական ոլորտում, սոցիալական ոլորտում խոսում են այն մասին, որ այս մարդիկ իրենց ռեյտինգի մասին արդեն չեն մտածում։ Ինձ մոտ այդպեսի տպավորություն է։ Իրենք իշխանությունը արդեն ոնց որ թե ուզում են հանձնել։ Ես չգիտեմ իրենք ուզում են թե չէ, բայց տպավորությունը սա է։ Դες որ սխալ հաշվարկը կամ սխալ է, կամ նրանք ունեն այլ հաշվարկ, որի մասին մենք չգիտենք։ Հետաքրքիր են դեպի ձեր զուգահեռները Արցախի այնտեղ տեղի ունեցածի Գյումրի ընտրությունների եւ նրա արդեն որպես հետևանք պրոյեկտումը մեր համապետական նշանակությամբ, հա։ Արցախի այդ համեմատությունը էլի այդ տրամաբանության մեջ է ռուսներին զանգող իշխանությունների։ Այդ թվում։ Բայց ինձ ավելի շատ է հուզում այս պահին ոչ թե իշխանություններ, այլ ժողովուրդը, ընտրողները։ Երբ որ ինձ, գիտեք, ես նախապես ուզում եմ ասել հետևյալը, որ ոչ մեկ թող սխալ չհասկանա ինձ։ Ես արցախցիների համար շատ մեծ ցավ եմ։ Սա ինձ համար անձնական ողբերգություն է։ Ես 20 թվականի նոյեմբերի 9-ից Արցախ չեմ գնացել, սկզբունքորեն։ Ես չէի կարող այնտեղ գնալ։ Ես չէի կարող այնտեղով անցնել եւ տեսնել այդ Շուշիում այդ ադրբեջանցիների կանգնած։
Որտեվ ես ժամանակին շատ եմ գնացել լրիվ այլ Արցախ։ Ինձ համար արդեն 20 թվականին ամեն ինչ պարզ էր։ Ես արդեն հասկացա որտեղ է այս ամենը գնում։ Սա որպես ուղղակի լիրիկական, չգիտեմ, շեղում, հա, որպեսզի պարզ դառնա իմ անձնական մոտեցումը։ Հիմա անցնենք քաղաքական մոտեցմանը։ Այն ինչ տեղի է ունեցել արցախցիների հետ, տեղի է ունեցել արցախցիների ձեռքերով։ Առաջին հերթին։ Ինչու՞։ Արցախցիները ընտրել են փալաս իշխանություն իրենց համար։ Փալաս, որը ոչ մի բան չէր որոշում։ Ուզում են եղանա, ուզում են չնեղանա, սա իրականություն է, իրականությունը դրանից չի փոխվելու։ Այդ փալաս իշխանությունը, երբ որ եկավ գործելու ժամանակը, երբ որ նրանք տեսան, որ Արցախը շրջափակվում է, որ թալակը փակվում է, այն թալակը, որ իրենց համար լարվել է դեռ 20 թվականին, ոչ մի բան չի արել, որպես այդ թալակը չփակվի։ Ունենալով իր ձեռքի տակ դրա համար անհրաժեշտ միջոցներ եւ մեխանիզմներ։ Հիմա շատ մոդայիկ է ասել Նիկոլն ամեն ինչում եղավ։ Նիկոլը շատ բաներում է եղավ։ Շատ բաներում է եղավ։ Բայց այն ինչ տեղի է ունեցել արցախցիների հետ, առաջին մեղավորը հենց արցախցիներն են։ Ինչու՞։ Որովհետև նրանք գնացել են եւ ընտրել են այդպիսի իշխանություն։ Որպեսզի նրանք, որովհետև նրանք գնացել են այն ճանապարհով, որը բերել է նրանց վերջում, որ նրանց մոտ նշանակվել է մի մարդ, ես չգիտեմ ով է այդ մարդը ընդհանրապես, որը վերջին մեղը մեղել է դագաղի մեջ, որի վրա գրվել էր Արցախ։ Ես դուք էլ երևի գիտեք 22 թվականից սկսած, երբ որ թալակը փակվեց, երբ որ էկոակտիվիստները եկան ուշտակներով եւ տեղավորվեցին Լաչինի միջանցքում, ես ասում եի, որ կան միջոցներ, կան հնարավորություններ, որպեսզի այդ իրավիճակը փոխվի։ Դրա համար պետք են գործողություններ։ Եվ Հայաստանի կողմից, եւ Արցախի ղեկավարության կողմից, եւ առաջին Արցախի ժողովրդի կողմից, այն մարդկանց, ովքեր հայտնվեցին այդ թալակի մեջ։ Կոնկրետ սցենարներ էր նշվում, տարբերակներ էր նշվում, ճանապարհներ կային, ոչ միայն ես էի այդ մասին խոսում, կային մարդիկ, որոնք էլի էին խոսում։ Ոչ մի բան չարվեց։ Նրանք գերադասեցին նստեն շրջափակման մեջ եւ սպասեն, թե ռուսը ինչ է անում։ Ինչ է։ Ռուսը պիտի իրենց կրկի։ Միջև չհավատում եմ կրկելու է։ Ռուսը իրենց չպրկեց։ Ես դեռ այն ժամանակ էի ասում, որ Ալիևը փակելու է այդ թալակը, նրանց հասցնի կրիտիկական վիճակի, հետո բացվելու է միջանցքը եւ նրանք բոլորով լքելու են Արցախ։ Այդպես էլ տեղի ունեցավ։ Հիմա այդ մարդիկ հայտնվել են մի իրավիճակում ոչ նախընտրելի, որ գալիս են ազատության հրապարակ եւ պահանջում են Հայաստանի իշխանություններից 40,000 դրամ, 50,000 դրամ, որպեսզի կարողանան բարձրացնել։ Այն դեպքում, երբ որ նրանք, եթե նրանք կամք ունենային, ամենակարևորը ունենային խելամիտ մոտեցում եւ հասկանային ինչ է կատարվում իրենց հետ, չվստահեին սեփական քրեա օլիգարխիկ եւ փալաս իշխանությունը, տարբեր բաները, չէ՞, ոնց կարելի է մեկտեղ էլ մեկտեղ։ Այդ իրենց մոտ ստացվեց։ Նրանք հիմա կապրեին Արցախում եւ վարձով տան խնդիր չբարձով տուն իրենց պետք չէր գա Հայաստան։ Հիմա նույն ճակատագիրը սպառնում է մեզ։ Հիմա Գյումրիում գյումրեցիները ընտրել են մի իշխանություն, ընտրել են մարդկանց, ովքեր նույն ռուսի խամաչիկներ են։ Նրանք իրենցից ոչ մի բան չեն ներկայացնում, այդ ուժերը։ Չեն ներկայացնում, քաղաքական առումով նրանք զրո են։ Եվ նրանք թքած ունեն թե Հայաստանի հետ, թե Գյումրիի հետ վաղը ինչ է լինելու։ Նրանց ամենակարևորը, որ նրանք լինեն իշխանություն, իրենց տեղը լինի տակ, հա, փորը կուշտ, ունենան ռուսական անձնագրեր, երեխաները չծառայեն բանակում, շարունակեն թալանել նույն գյումրեցիներին։ Հետո ինչ կլինի, կլինի։ Դե վաղը ինչ է, կկործանվի, քանդվի, թուրքը կգա, ռուսը կգա, կգնանք Ռուսաստան, ինչ է եղել։ Քաղաքացիությունը ունենք, տներ ունենք, ոնց էլ չլինի բիզնեսներ կունենանք։ Ինչ վատ է որ։ Ընդեղից էլ Հայաստանի կենացը կխմենք, որ մի օր մենք կվերադառնանք։ Արցախցիները խմում են չէ՞ արդեն։ Սա կարելի է դիտարկել որպես ծաղր, կարելի է դիտարկել որպես հումոր, կարելի է դիտարկել որպես սև հումոր,
բայց սա իրականում շատ ցավալի իրողություն է։ Եվ հեռանկար է մեզ համար։ Եթե մենք չսթափվենք։ Արցախում փոքր մասշտաբներում տեղի ունեցավ այն, ինչ այսօր սպառնում է Հայաստանը։ Հայաստանի ինքնիշխանությանը, տարածքային ամբողջականությանը, մեր բոլորիս եւ մեր ապագային։ Ես դա չեմ ասում, որ ինչ-որ մեկին վախացնեմ։ Ես այդպեսի բան երբեք չեմ արել։ Ես դրա կարիքը չունեմ։ Այդպեսի նպատակ չունեմ։ Ես ուղղակի կարծում եմ, որ մենք բոլորս պետք է սկսենք մտածենք այդ մասին եւ անենք այնպես մեր քվեի միջոցով, մեր պահանջատիրության միջոցով, որպեսզի վաղը այդ նույնը, ինչը տեղի է ունեցել մեր հայրենիքի մի մասում Արցախում, չլինի արդեն Հայաստանի հետ։ Ես այսպես եմ դիտարկում սա, այս խնդիրը։ Եվ բոլոր զուգահեռները Արցախի հետ տանում եմ այդ մեկ նպատակով։ Որպեսզի մենք վերջապես թափվենք եւ չանենք այն, ինչ արել են արցախցիները Արցախ։ Դավիթ, նաև խնդրահարույցը մարդիկ տեղում, օրինակ Գյումրիում, չէ, գյումրեցիները։ Իհարկե, չգիտեմ, հիմա շատերը կան հենց գյումրեցիներն են մեղադրում այդ ընտրության համար, բայց այստեղ նաև հենց իշխանություն, քաղաքական դասը ընդհանուր ամենամեծ մեղավորությունը ունի, եւ մարդը պաշտպանություն, անվտանգություն, բարեկեցություն, տնտեսություն, կենսամակարդակ, պաշտպանվածություն չի գտել պետության մեջ, գտել է քրեական կրիմինալ հեղինակություն։ Սա մեծագույն ձախողում է։ Եվ այստեղ զուտ իշխանության, անկախ նայած թե իշխանության կրողով է, խոսքը դրա մասին չէ։ Սա իրականում լուրջ խնդիր է եւ այդ խնդրի համար, այն որ այդ խնդիրը այսօր կա, միանշանակ պատասխանատվություն է կրում իշխանությունը։ Ես իշխանության վրից մեղավորությունը չեմ անում այս հարցում։ Տեսեք, 18 թվականից սկսած, երբ որ տեղի ունեցավ այսպես կոչված հեղափոխություն, ես ցավով եմ դա նշում, որ այսօր մենք հասել ենք մի իրավիճակի, երբ որ հեղափոխության մասին այդպես ենք խոսում։ Ինչու այսպես կոչված։ Որովհետև դա հեղափոխություն չէր։ Դասական հեղափոխությունը բերում է ոչ միայն իշխանության փոփոխության, այլ նաև պետական հասարակարգի փոփոխության, հա, ինստիտուտներն են փոխվում, ուղղությունն է փոխվում, արտաքին քաղաքականությունն է, երկիրը փոփոխվում է ներսից ինստիտուցիոնալ առումով։ Մեզ մոտ ոչ մի բան տեղի չունեցավ։ Չեր հնչել քաղաքական գնահատական նախկինների մասով։ Եվ ես շատ բան է տեղի ունեցել իրականում, ես այն պահին հասկացա, որ այդ փոփոխությունները չեն լինելու եւ այդ փոփոխությունները մենք չպետք է սպասենք, երբ ապագա վարչապետ Նիկոլ Փաշինյանը դեռ հեղափոխության պահին, դա գարնան էր, երբ հեղափոխությունը չէր ավարտվել, բարձրացել էր այդ արագաչափի վրա եւ սկոտչով փակում էր այդ նկարելու սարքը եւ ասում էր, որ հիմա մենք սա փակում ենք, սա այլևս չի նկարելու։ Սա դասական պոպուլիզմի օրինակ է։ Եվ ես այդ ժամանակ հասկացա, որ մենք չենք կարող այդպիսի իշխանությունից ունենանք լուրջ սպասելիքներ։ Արագաչափը փակել պետք չի։ Մեր երկրում պետք է նոր արագաչափեր տեղադրել։ Մա շատերը ինչ չեն հասկանա, ցավոք չեն հասկանա։ Մեր երկրում պետք է լինի կարգ եւ կանոն, պետք է լինի օրենք, եւ այդ օրենքին պետք է ենթարկվեն բոլորը, սկսած ինձանից եւ վերջացրած Հայաստանի Հանրապետության վարչապետով։ Եթե մենք ուզում ենք, որ մեր երկիրը 100 տարի հետո դառնա Շվեյցարիա, մենք պետք է գնանք այդ ճանապարհով։ Եթե մենք ուզում ենք, որ մեր երկիրը 20 տարի հետո դառնա Չեխիա, մենք պետք է գնանք այդ ճանապարհով։ Եթե մենք ուզում ենք, որ մենք ապրենք Լեննագանում, ուրեմն պետք է արագաչափերը սկոչենք։ Եթե մենք ուզում ենք, որպեսզի մեզ մոտ լինի այնպիսի իշխանություն, որը կա այսօր Վրաստանում, որից վրացիները չեն կարող ազատվել, ուրեմն պետք է շարունակենք գնալ այն ճանապարհով, որոնք գնում ենք այս պահին։ Հավատանք պոպուլիստներին, արհամարենք բանականությանը, ռացիոնալիզմին, լուրջ մոտեցմանը, քաղաքական մտքերին, եւ մենք կհայտնվենք այդտեղ, լավագույն դեպքում։ Վատագույն դեպքում մեզ մոտ իշխանությունը ժառանգաբար կփոխանցվի։ Այսինքն ոչ թե իշխանություն, այլ մարզպանի կարգավիճակ։ Այս ամենը, այո, մեր երկրի ղեկավարության
ղեկավարող ուժի, կառավարող ուժի քաղաքացիական պայմանագիր կուսակցության ապաշնոր քաղաքականության հետևանքն է, որը եղել է, որը եղել է եւ սպոնտան եւ գիտակցված։ Ինչու գիտակցված, ես արդեն ասացի, որովհետեւ այդպես հարմար էր։ Շատ հեշտ էր ժամանակին հաղթել նախկիններին, որովհետեւ նախկինները արնախում էին, ժողովրդի արյունն էին ծծում, թալանչի էին, էս էին, են եւ իրենց բերելով եւ դնելով նախկինների ֆոնին շատ հեշտ էր դա անել, բայց ժողովրդի մոտ արդեն, ինչպես մենք տեսանք Գյումրիում, կոնկրետ գյումրեցիների մոտ դա չաշխատեց։ Եվ երևի թե այսօր, եթե ես լինեի իշխանություն, ես երկար կնստեի եւ կմտածեի, ինչ է պետք փոխել երկրի ներսում։ Երևի թե պետք է հրաժարվել պոպուլիզմից եւ վերջապես սկսել աշխատել։ Խაფել այդ ժողովրդին այլևս անհնար է։ Բայց հիմա նրանց կխაფեն ուրիշները։ Սա է ամբողջ ողբերգությունը։ Հիմա այս ծայրահեղությունից, նիկոլիզմից, իրենք են չէ հնարել այդ բառը, նիկոլիզմ։ Հիմա մենք կընկնենք այլ ծայրահեղության մեջ, չգիտեմ, Ղուկասյանիզմի խուցե, այդպես կարող են կոչել։ Վարդան Ղուկասյանները ցավոք մեր բազմաչարցար երկրում շատ են, շատացել են, արդեն մեկը չի, երկուսը չի։ Եվ բոլորը ձգտում են իշխանության եւ ստանում են այդ իշխանությունը։ Ծայրահեղությունից ծայրահեղություն են կընկնելու եւ ես վստահ եմ, որ այս երկրորդ ծայրահեղությունը լինելու է շատ ավելի վատը իր հետևանքներով։ Մենք այսօր մի իրավիճակում ենք, երբ որ ժողովուրդը ընտրում է չարիքներից երկուսը, եւ արդեն փոքրագույններ չի ընտրում։ Այն դեպքում, երբ կոնկրետ Գյումրիում կար ռեալ այլընտրանք, Եվրադաշինքը եւ Բարսեղյանը, Լևոն Բարսեղյանը, ռեալ այլընտրանք էր։ Նրանք չդրեցին այդ ընտրությունը չկատարեցին։ Գնացին ընտրեցին այդ Ղուկասյաններին։ Ինչ ասեմ։ Ես այստեղ արդեն ոչ մի բան չեմ կարող ավելացնել կոնկրետ այս հարցի հետ կապված։ Շնորհակալ եմ Դավիթ։ Ես եմ շնորհակալ դեր։ Զրուցակիցս միջազգային եւ անվտանգային հարցերի հայկական ինստիտուտի ասոցիացված փորձագետ Դավիթ Ստեփանյան։